Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք քաղաքագետ Էդգար Առաքելյանին։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Շնորհակալություն մեր հրավերն Շնորհակալ եմ հրավերի համար։ Մեկ շաբաթ առաջ Մոլդովայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ հաղթեց նախագահ Մայա Սանդուի ղեկավարած գործողություն եւ համերաշխություն կուսակցությունը, շատերը համարում են, որ 2026-ին հնարավոր է Հայաստանում նույն սցենարը։ Դուք ինչ եք կարծում։ Դե մեծ առումով սցենարները նույնն են, ինչպես Մոլդովայի պարագայում մենք տեսանք, որ թե դրսից թե ներսից կային ճնշումներ եւ հիբրիդային այսպես գործընթացներ, սակայն ընտրությունները ցույց տվեցին, որ Մոլդովայի հասարակությունը եւ ժողովուրդը իր ձգտումներում հաստատակամ է եւ ընտրեց եվրոպական ինտեգրման եւ մեծ առումով Եվրոպայի դեպի Եվրոպա ճանապարհը։ Իսկ ինչ եք կարծում 2026-ին մեր հասարակությունը նույնպես կբաժանվի եվրոպամետների եւ ռուսամետների։ Մեր հասարակության պարագայում այստեղ գործոնները մի փոքր նաեւ տարբեր են։ Թերևս մեր համար ամենակարևոր գործոնը լինելու է խաղաղության եւ պատերազմի այսպես գործոնը եւ բնականաբար նաեւ եվրոպական միությանը ինտեգրվելու գործոնը նույնպես կարևոր ուրեմն առանցքային նշանակություն ունի։ Իհարկե այս երկու կարևոր հանգամանքներն են, որ որոշիչ դեր են ունենալու 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Այդ առումով իշխանությունը ձևակերպել է արդեն իսկ իր օրակարգը, իսկ ընդդիմության հետ կապված մենք տեսնում ենք, որ կա օրակարգի բացակայություն, տոտալ բացակայություն եւ առաջիկայում մենք կտեսնենք, թե ինչպիսի ուրեմն առաջարկներ կանեն, քանի որ այստեղ մի փոքր դժվար է, հա, խաղաղության օրակարգին ինչ որ այլ օրակարգեր հակադրել, քանի որ ինչ էլ որ հակադրես խաղաղության օրակարգին, ստացվում է, որ դու այդքան էլ կողմ չես խաղաղությանը եւ ձգտում ունես ուրեմն կոնֆլիկտի եւ պատերազմի եւ հաջորդը բնականաբար Եվրամիության հետ մեր հարաբերությունների խնդիրն է։ Մենք գիտենք, որ այստեղ էլ իրենք հստակ դիրքորոշումներ ունեն, ակնհայտ հանդես են գալիս Հայաստանի հակա եվրոպական այս գործընթացներով են հանդես գալիս։ Սա նշանակում է, որ իրենք չեն տեսնում Հայաստանը որպես քաղաքակիրթ եւ զարգացող պետությունների շարքում, այլ տեսնում են այլ ակումբներում, որտեղ չկա մարդու իրավունքներ, չկա ժողովրդավարություն, կա բռնապետություն եւ ավտորիտարիզմ եւ մեր հասարակությունը ըստ էության պարզ ընտրություն է կատարելու այս երկու գործոնները հաշվի առնելով։ Ինչպես նշեցիք, ընդդիմությունը օրակարգ չունի, արդյոք դրա հերթական դրսևորումներ այն, որ վերջերս պատիվ ունեմ խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր հրավիրել վարչապետին իմպիչմենտ հայտարարելու համար, այսօր էլ պետաիրավական հանձնաժողովի նիստում պատիվ ունեմ խմբակցությունը ներկայացրել է ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարությունը։ Տեսեք, ես այսպես աչքի տակով անցկացրել եմ այդ տեքստը եւ իրականության մեջ իրենք ներկայացրել են մի փաստաթուղթ, որը լավագույնս է բնութագրում իրենց կառավարման ժամանակները։ Մի տեսակ սա փաստաթուղթ է իրենց մասին, իրենց կառավարման տարիների մասին, քանի որ Հայաստանը ճգնաժամի առաջ հայտնվել է հենց իրենց կառավարման արդյունքում, թե քաղաքական, թե աշխարհաքաղաքական, թե ռազմական, թե տնտեսական, թե սոցիալական, թե սոցիալ հոգեբանական, թե մշակութային, այսինքն բոլոր ոլորտներում տոտալ ճգնաժամի է հանգեցրել իրենց ուրեմն 20 տարիների, ես հաշվում եմ նաև Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները, իրենց 20 տարիների կառավարած այդ ժամանակահատվածը եւ այս փաստաթուղթը իրենց հենց մասին է ու լավագույնս բնութագրում է իրենց ուրեմն կառավարման ժամանակահատվածը։ Հայկ Մամեջանյանը այսօր հայտարարել է, որ իմպիչմենտի գործընթացը իր հունով գնում է։ Դուք տեսնում եք այդ հունը որն է։ Գիտեք, ես կարծում եմ, որ այս թեման այնքան անլուրջ է, որ նույնիսկ խոսել չարժե այս թեմայի մասին։ Ակնհայտ է, որ մարդիկ ինչ որ փորձում են անլրջացնել իրավիճակը կամ անլրջացնել իրենց վիճակը, առանց հայտնել անլուրջ վիճակը եւ նման նախաձեռնություններով առավել եւս երբ որ դու գիտես, որ
այս նախաձեռնությունը որևէ շանս չունի, հա, նույնիսկ տեսական շանս չունի այս նախաձեռնությունը, դու բերում ես նման նախաձեռնություններ խորհրդարան կամ բերում ես քաղաքական օրակարգ, սա մի բանի մասին է վկայում, որ նախ դու չունես իրական եւ լուրջ օրակարգ եւ հաջորդը դու անլրջացնում ես առանց հայտնել, ինչպես նշեցի, քո անլուրջ իրավիճակը։ Օրերս լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել էր, որ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա, այնտեղ հանդիպել հայաստանյան հարցերով կրեմլյան կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ։ Այսօր էլ հաղորդագրություն տարածվեց, որ վաղը Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս է տալու։ Ինչ եք կարծում, նոր հանձնարարական է ստացել ըստ ձեզ այնտեղից։ Գիտեք, մամուլը, որը գրել է, միգուցե իրենք մտածում են, որ սա բարձրացնելու է Ռոբերտ Քոչարյանի կամ ընդհանրապես ցանկացած մարդու այսպես քաղաքական կշիռը Հայաստանում, երբ որ նա գնացել է եւ հանդիպել է 4X երկրի X բարձրաստիճան պաշտոնյայի, սակայն սա փաստացի, եթե ավելի խորքային ենք դիտում, սա Հայաստանի Հանրապետության դեմ, չգիտեմ, միգուցե դավաճանական նույնիսկ գործողություն է, քանի որ երբ որ դու գնում ես երրորդ երկրի պետության պաշտոնյային կապ չունի, թե դա որ երկիրն է, պաշտոնյայի հետ խոսում ես Հայաստանում քո ներքաղաքական իրավիճակի մասին, ինչպես Հայաստանում ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը, ուրեմն իշխանությանը տապալես կամ գաս իշխանության, բնական է, չէ, որ այդ երրորդ երկրի պաշտոնյան քո սիրուն աչքերի համար չի շահագրգռված, որպեսզի դու այդ երկրում տապալես ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը, այդ պաշտոնյան շահագրգռված է իր պետության շահերի համատեքստում, այսինքն դու գնում ես եւ սպասարկում ես երրորդ երկրի պետական շահերը ընդդեմ քո երկրի պետական եւ ազգային շահերի, որը ըստ էության, եթե բնութագրենք եւ խորքային առումով նայենք, սա ըստ էության դավաճանություն է պետության եւ պետականության նկատմամբ եւ այստեղ նրանք, ովքեր որ ողջևորվել են նման ուրեմն հանդիպումներից, ես խորհուրդ կտայի չողջևորվել, կրկնեմ, եթե խորքային առումով նայում ենք նման վարքագիծը, դա դավաճանությանը մոտ կամ հենց դավաճանություն է բուն իր էության մեջ։ Այ հաճախ խոսվում է Մոսկվայից դաբրո ստանալու մասին։ Այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ վերջին համենայն դեպս 7 տարում Մոսկվայից որևէ դաբրո Հայաստանում չի աշխատում։ Տեսեք, այս քաղաքական ուժերը նման են վարժեցված կենդանիներին, ովքեր կարող են իրենց դրսևորել իրենց վարժեցնողի ներկայությամբ եւ երբ որ վարժեցնողը չկա, հա, հրահանգներ տվողը չկա, այս կենդանիները անորոշության մեջ կարող են նաև չգիտեմ շրջապատին վնաս տալ, իրենց վնաս տալ։ Հիմա այս քաղաքական ուրեմն շրջանակները այդ տրամաբանության մեջ չեն կարող ուրեմն ազատ քաղաքական դաշտում ինքնադրսևորվել։ Իրենք սովոր են, որ ինչ որ կենտրոններից իրենց պետքա հրահանգներ տան եւ ըստ այդ հրահանգների իրենք գործեն եւ կապ չունի ում դեմ։ Եվ բնականաբար իրենք ուզեն թե չուզեն մշտապես դիմելու են իրենց դրեսիրովշիկի, հա, այսպես այդ լեզվով ասած, իրենց քաղաքականության մեջ իրենց դրեսիրովշիկների եւ հրահանգ տվողների խորհուրդներին կամ նրանց ուրեմն նրանցից հարցնեն, թե օրինակ իրենց երկրում Հայաստանում իրենք ինչ վարքագիծ քաղաքական կարող են դրսևորել եւ մեծ առումով ես կարող եմ ասել, որ այո, վերջին 7 տարիների փորձը նրանց այդպես էլ չհամոզեց, որ Հայաստանում այլևս ուրեմն դաբրոներ տվողը դա հասարակությունն է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որ պետքա դաբրո տա կամ չտա որևէ քաղաքական ուժին իշխանության գալու եւ ոչ թե որևէ երրորդ երկրի պետական մարմինները կամ հատուկ ծառայությունները դաբրո տան այդ մարդկանց քաղաքական գործունեությանը կամ Հայաստանում իշխանության գալու թե չգալու, քանի որ նման մարդիկ, հա, ովքեր շարժվում են այլ երկրների պետական պաշտոնյաների եւ հատուկ ծառայությունների դաբրոներով եւ հրահանգներով, դրանց մասին կա կոնկրետ բնորոշում, դրանք գործակալներ են։
Կարծեք թե Հայաստանում Ռուսաստանից Դաբրոյի սպասողների պակաս չկա, դրանցից մեկը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, որը վերջերս շատ ակտիվորեն էլի սկսել է խոսել Ռուսաստանի հետ միութենական պետության մաս կազմելու մասին։ Ինչ եք կարծում, արդյոք Վարդան Ղուկասյանի շուրթերով խոսում է ամբողջ ընդդիմությունը եւ հնարավոր համարում է Գյումրու սցենար առաջիկա խորհրդանական։ Տեսեք, այս անլրջության շքերթը շարունակվում է այս քաղաքական թևերի մոտ։ Ընդհանրապես նրանք են քաղաքական ուժերը ու անհատները, ովքեր դյուզնինչ կկպնեն Հայաստանի անկախության ու պետականության ու ինքնիշխանությանը, նրանք ովքեր կփորձեն նսեմացնել Հայաստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը, նրանք պետք է հայտնվեն ճաղերի ետևում եւ այս առումով ես նախկինում նման հայտարարություններ արել եմ, նույնիսկ գրառումներ եմ արել, որ պետք է մեր քրեական օրենսգրքում կան որոշակի կարգավորումներ, բայց խստացվեն այդ կարգավորումները եւ նրանք, ովքեր Հայաստանի ինքնիշխանության, անկախության ու պետականության դեմ հայտարարություններ կանեն կամ այդ ինքնիշխանությունը, պետականությունը ու անկախությունը նսեմացնող որևէ հայտարարություն եւ քայլեր կանեն, նրանք պետք է հայտնվեն ճաղերի ետևում եւ այս առումով ես կարծում եմ, որ այո, իշխանությունը անելիքներ ունի, իսկ ինչ վերաբերում է Գյումրու սցենարի կրկնությանը, ամեն ինչ հնարավոր է եւ այստեղ պետք է էլի եւ իշխանության եւ առողջ քաղաքական ուժերի ճիշտ դիրքավորումը, ճիշտ գործողությունները, որպեսզի մենք հետո ուրեմն հանրապետական մասշտաբով չտեսնենք նման իրավիճակ, ինչ տեղի ունեցավ Գյումրիում։ Այ Մոլդովայի սցենարի մասին երբ խոսում ենք, այնտեղ եւս արգելում էին տարբեր ռուսամետ ուժերի տեխնազություններ առաջադրելը։ Հայաստանում ինչպես Ես այդ մասին նաեւ ձեր տաղավարում եմ խոսել, ձեզ այդ հարցազրույցներում եմ խոսել, որ ոչ միայն Մոլդովայի օրինակը, Գերմանիայի, Ռումինիայի օրինակը ցույց է տալիս, որ հակահամակարգային, հակաժողովրդավարական, պետականության դեմ գործող քաղաքական ուժերը եւ անհատների մասնակցությունը քաղաքական գործընթացներին, ընտրություններին պետք է արգելվի, ավելին միգուցե շատ քաղաքական ուժերի գործունեությունը պետք է արգելվի այլևս Հայաստանի Հանրապետությունում։ Մենք պետք է այդ գիծը գծենք, դա հակաժողովրդավարական չէ, մենք տեսնում ենք նշեցիք Մոլդովայի օրինակը, մենք գիտենք Գերմանիայի օրինակը, մենք գիտենք վերջին ժամանակներս նաև Ռումինիայի օրինակը, որտեղ արգելեցին կոնկրետ կուսակցությունների եւ անհատների մասնակցությունը ընտրություններին, սա եթե անում են ուրեմն եվրոպական ժողովրդավարական երկրները, սա նշանակում է, որ մենք նույնպես կարող ենք անել, ելնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պետականության եւ ժողովրդավարության շահից։ Ժողովրդավարությունը չպետք է լինի գործիք նման քաղաքական ուժերի ձեռքում, որպեսզի օգտագործեն այդ գործիքը, գան իշխանության եւ վերացնեն ժողովրդավարությունը եւ հետեւաբար նաեւ պետականությունը։ Մեծ առումով, եթե մենք պատմության ենք նայում, գրեթե բոլոր ավտորիտար ռեժիմները շատ դեպքերում իշխանության են եկել հենց օգտագործելով ժողովրդավարական գործիքները եւ մենք պետք է փակենք այդ ճանապարհը այս քաղաքական ուժերի ու անհատների դեմ, որպեսզի նրանք հնարավորություն չունենան մասնակցել նախընտրություններին, հետո գալ իշխանության, զավթել իշխանությունը եւ նաեւ վերջնականապես ուրեմն վերացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Այ Մոլդովայում նույնիսկ լրատվամիջոցներ էին փակվել, որոնք հակաիշխանական, հակապետական հայտարարություններով էին հանդես եկել։ Այստեղ շատերը կարծում են, որ մեր հանրապետությունում խոսքի ազատությունը իջարս են օգտագործում շատ լրատվամիջոցներ։ Տեսեք, եթե մենք մոնիտորինգ անենք մեր տեղեկատվական դաշտը, ապա մենք կտեսնենք, որ բազմաթիվ լրատվամիջոցներ հայաստանյան տեղեկատվական եւ քաղաքական դաշտ են նետում այնպիսի խոսույթներ, նարատիվներ եւ օրակարգեր, որոնք օտարածին են եւ որոնք սպասարկում են Ադրբեջանի եւ այլ պետությունների քաղաքական օրակարգերը Հայաստանի Հանրապետությունում եւ հետեւաբար այո, եթե կան տեսեք, երբ որ ասում ենք խոսքի ազատություն, դա չի նշանակում անարխիա եւ դա չի նշանակում, որ ցանկացած մեկով միկրոֆոն է բռնում, պետքա ամեն հիմարություն դուրս տա, առավել եւս երբ որ դա դեմ է Հայաստանի Հանրապետության պետական ու ազգային շահերի։ Այս առումով մենք կա հասկացություն տեղեկատվական անվտանգություն հասկացությունը եւ այսօր աշխարհի
պետությունները միմյանց դեմ պատերազմում են նախ եւ առաջ տեղեկատվական գործիքով եւ սա շատ կարեւոր գործիք է հակառակորդին ոչնչացնելու, չեզոքացնելու, հակառակորդի ներսում ուրեմն խոճապ տարածելու եւ այլն եւ այլն։ Այսինքն սա այսօր տեղեկատվությունը հանդիսանում է նաեւ պատերազմելու գործիք, այսինքն պատերազմելու գործիք միայն հրանոթը, հրացանը, չգիտեմ, արկերը կամ այլ համակարգերը չեն, պատերազմելու գործիք է նաեւ տեղեկատվությունը եւ այստեղ մենք պետք է էլի անդրադառնանք, պետք է պետությունը բավականին ուշադիր լինի, առավել ևս, որ վերջին ժամանակներս շատ է խոսում հիբրիդային պատերազմների եւ տեղեկատվական անվտանգության մասին։ Իդեպ վարչապետը վերջերս ելույթներից մեկի ժամանակ անդրադարձավ հիբրիդային պատերազմներին եւ նշեց, որ ամենածանր ժամանակահատվածը դա 20 թվականի պատերազմի եւ 21 թվականի այդ հատվածն էր, բոլորս հիշում ենք, այդ գիշերային մեդիատերորները եւ այլն։ Ինչ է կարծում, մեր ժողովուրդը արդեն իմունիտետ ձեռք բերել է։ Այն որ մեր հասարակությունը որոշակի քաղաքական եւ տեղեկատվական գրագիտության մակարդակ ունի, դա ակնհայտ է, դա են վկայում նաեւ այդ վերջին համապետական ընտրությունները, բայց միայն ապահովին է ժողովրդի այդ կարողություններին, ես կարծում եմ դա անթույլատրելի է եւ վտանգավոր է։ Մենք պետք է ինստիտուցիոնալ գործիքներ ստեղծենք, որպեսզի թույլ չտանք որևէ երկրի քաղաքական օրակարգը, երրորդ երկրի քաղաքական օրակարգը գա եւ դառնա մեր հանրային քաղաքական օրակարգ կամ դրա մի մաս եւ այստեղ այո պետք է որոշակի օրենսդրական լուրջ կարգավորումներ իրականացվեն եւ անհրաժեշտության դեպքում այո մոնիտորինգի արդյունքում պարզվեն այն լրատվամիջոցները կամ այսպես պրոպագանդայի միջոցները, ովքեր մշտապես իրենց տեղեկատվություններով ուրեմն Հայաստանի պետականության դեմ են գործել, դրանց հետ կապված էլ պետք է իրավական գնահատականներ տրվեն։ Օրերս Գյումրի քաղաքի տոնն էր եւ ընդդիմությունը դա վերածեց քաղաքական ակցիայի, Կարապետյանները գրասենյակ բացեցին հայտարարելով Գյումրիում մեր ձևով, ճիշտ էր արդյոք տոնը քաղաքականացնելը։ Դե տեսեք, այս մարդիկ խոսում են ժողովրդավարությունից եւ այլն, բայց նույնիսկ իշխանություն չեն այսօր իրենք, բայց տեսնում ենք թե ինչ վարքագիծ են դրսևորում։ Պատկերացրեք, եթե այս մարդիկ այսպես հանկարծ լինեն Հայաստանում իշխանություն, ինչ կկատարվի Հայաստանի ու Հայաստանի հասարակության հետ։ Լրագրողների հետ զրուցել էր Նարեկ Կարապետյանը, Գյումրիում գրասենյակը բացելիս, խոսել էր հայտնի Վառեմ Մարեմի շենքի վերականգնման մասին, ասել էր, որ կներկայացնի հետագա քայլերը, այդ շենքը տարիներ շարունակ գտնվում է անմխիթար վիճակում, տեղեկություններ կային, որ Տաշիր ընկերությունը պետք է վերանորոգում անի, բայց այդպես էլ շարժ չենք տեսնում։ Հենց ինչ որ խնդիր առաջացավ եւ որոշեցին քաղաքական ասպարեզ մտնել, նրանք հիշեցին այդ շենքի վերականգնման մասին։ Տեսեք, սա շատ պրիմիտիվ գործելակերպ է եւ ես չեմ կարծում, որ մեր հասարակությանը այլևս հնարավոր է մոլորեցնել նման էժանագին PR-ներով կամ նման էժանագին քաղաքական ակցիաներով, ակնհայտ է, որ մարդիկ այսօր քաղաքական շահեր ունեն Հայաստանում եւ այդ շահերից դրդված իրենք փորձում են տարբեր սոցիալական խնդիրներ լուծել կամ տարբեր ֆինանսական հարցեր լուծել։ Մեծ առումով այստեղ էլ տեսեք, այստեղ կա քաղաքական կոռուպցիայի տար եւ այս ուրեմն խողովակը կամ այս բացը պետք է էլի օրենսդրական կարգավորում ստանա, այնպես չստացվի, որ ինչ որ ցանկացած օլիգարխ երրորդ երկրից կարող է գալ Հայաստանում եւ 24 ժամվա ընթացքում քաղաքական կուսակցություն հիմնել, մտնել քաղաքական գործընթացների մեջ, հավաքել ձայներ ու վերցնել իշխանություն։ Սա նաև քաղաքական անվտանգության խնդիր է, սա ազգային անվտանգության հարց է, որ չի կարող մարդը, ով ունի միգուցե միլիարդավոր դոլարներ, գա Հայաստանում, այդպես շատ հանգիստ կուսակցություն բացի, մի քանի միլիոն կամ մի քանի տասնյակ կամ 100 միլիոն գումար ծախսի, ձայներ հավաքի ու վերցնի իշխանությունը։ Սա կրկնում եմ ազգային անվտանգության հարց է ու այստեղ էլ օրենսդրական բաց կա, որ պետք է կարգավորվի։ Վերջերս մենք գրել էինք, որ բացվել է Հայամետ կուսակցություն, ինչպես տեղեկացանք, կուսակցության հիմնադիրը մեկ այլ մարդ է, սակայն նրա հետևում կանգնած է Սամվել Կարապետյանը։ Անունը Հայամետ, սակայն ուղղությունը կարծեք թե Ռուսամետ։ Ինչ սպասել նրանց։ Տեսեք, մեր իրականության մեջ, հատկապես վերջին տարիներին շատ բացահայտումներ տեղի ունեցան ու նախկինում շատ մարդիկ, ովքեր հանդես էին գալիս Եվրոպամետության դիրքերից, ովքեր, չգիտեմ,
ինստիտուտներ էին բացում անունը դնելով եվրոպական հետազոտությունների ինստիտուտներ, ովքեր չգիտեմ նման մետերով ինչ որ գործողություններ էին անում, կյանքը ցույց տվեց, որ այդ մարդիկ անունը օգտագործելով հակառակն են արել, այդ անունը եղել է շղար իրենց ուրեմն հակագործողությունների համար եւ այս պարագայում էլ այդ հայամետության անվան տակ ես համոզված եմ, որ հակահայկականության ուրեմն հակահայկական գործողություններ են տեղի ունենալու եւ սա էլի կրկնեմ շատ պրիմիտիվ PR ակցիա է եւ չեմ կարծում, որ մեր հասարակության քաղաքական գիտակցություն ու գիտելիքն այնքան պրիմիտիվ մակարդակի է, որ հավատան նման մետերի, չգիտեմ, բարի նպատակներին։ Իմի բերելով այս ամբողջ դաշտը ռուսամետ, հայամետ անունով, բայց ռուսական կողմնորոշումով, եվրոպամետ եւ այլն, 2026-ին ինչ սպասել այս մեծ դաշտում։ Դե 2026 թվականին բնականաբար լինելու է կոնկրետ իշխանական ուժը իր հստակ օրակարգով եւ լինելու են նման բազմաթիվ կուսակցություններ, ովքեր կփորձեն տարբեր անունների ներքո, տարբեր դեմքերի ուրեմն դեմքերի ներքո հնարավորին շատ ձայներ հավաքել, պոկել, հա, ինչ որ ձայներ իշխանությունից եւ այդ նույն Գյումրիի օրինակով միավորվել եւ այստեղ իրականացնել, այսպես ասենք, սահմանադրական հեղաշրջում։ Դրա վտանգը միգուցե կա եւ այստեղ իշխանությունը լուրջ անելիքներ ունի։ Հաշվի առնելով, որ նախկինները ամեն դեպքում էլի փորձելու են իրենց իմացած ավանդական մեթոդները կիրառել այն ինչ որ դժվար կլինի գտնել եւ այլն, իրավապահների իշխանության անելիքը որը պետք է լինի։ Դե իրավապահների առաջին անելիքը պետք է լինի, որպեսզի թույլ չտան, որ այսպես նման բարեգործական ակցիաների ներքո մոլորեցնել ժողովրդին, դա կրկնեմ քաղաքական կոռուպցիա է եւ բուն ընտրությունների ընթացքում էլ բնականաբար իրանք իրավապահ մարմինները պետք է լինեն զգոն, որպեսզի ընտրակաշառքների հարցեր չառաջանան։ Այստեղ խաղադրույքները բավականին բարձր են, թե քաղաքական խաղադրույքները, թե ֆինանսական խաղադրույքները։ Մենք տեսնում ենք, որ առնվազն 2 օլիգարխ մասնակցելու են ընտրական գործընթացներին, առնվազն 2 օլիգարխ մասնակցելու են 2026 թվականի ընտրություններին, որոնց կարողությունները մի քանի միլիարդ դոլարի է հասնում եւ հետեւաբար այդ ֆինանսական միջոցները կարող են նաեւ մոլորության մեջ դնել որոշ մարդկանց այդ թվում թե պետական համակարգի թե իրավապահ մարմինների եւ այստեղ մեր անվտանգային ծառայությունները լուրջ աշխատանք ունեն անելու, որպեսզի թույլ չտան Հայաստանում այլևս փողի միջոցով քաղաքական ձայներ կամ քվեներ գնվեն, այլապես վտանգված է լինելու Հայաստանի Հանրապետությունը, նրա ինքնիշխանությունը, պետականությունը եւ ժողովրդավարությունը։ Իդեպ Նարեկ Կարապետյանը մի գրառում էր արել, նշելով, որ աշխարհում 4 միլիարդ հատեր կան բանտարկված, որից 2-ը հայ են, մոտավոր 2-ի մասով էլ ազգային հողի վրա է իբրև թե եղել դա։ Դե կարող են շատ բաներ ասել, շատ այսպես զուգահեռներ անցկացնել, բայց ազգային հող ասածը, տեսեք, այդ որ շատ են օգտագործում ազգային, մի հատ հասկանանք, թե իրանց վարք ու բարքով, իրանց ապրելակերպով, իրանց պատկերացրած ազգայինով, այդ ազգայինը որն է, էլի, այդ ազգայինը եթե ուրիշ երկրի թևիտա կամ ուրիշ երկրի կցորդ լինելով կամ ուրիշ երկրին պետականությունը մատաղ անելով դա է ազգայինը, դա ազգային չի, դա դավաճանություն է, դա գործակալություն է, դա այսպես ասեն գործակալական գործունեություն է, դա երրորդ երկրի շահերի սպասարկում է։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք կոնկրետ երկրի մասին, մենք չենք ասում, որ այդ երկիրը թշնամի է, այդ երկիրը, չգիտեմ, եւ այլն եւ այլն։ Մենք խոսում ենք, որ այդ երկրների հետ կոնկրետ պետք է ունենանք բարի դրացիական հարաբերություններ, գործնական հարաբերություններ, բայց դա չի նշանակում, որ մեր բիզնես կամ քաղաքական շահերի համար մենք պետք է Հայաստանի Հանրապետության պետականությունը տանենք եւ մատաղ անենք որևէ երկրի։ Տեսեք ադրբեջանական միլիարդատերների վարքագիծը ինչպես են իրենք վարվում նման կոնֆլիկտի պարագայում, չեք կարող ցույց տալ որևէ ադրբեջանցի միլիարդատերի, ով
Ռուսաստան-Ադրբեջան այս կոնֆլիկտի պարագայում, հա, դուրս է եկել Ադրբեջանի պետականության կամ Ադրբեջանի իշխանության դեմ եւ ցավալիորեն մենք տեսնում ենք, որ մեր հայ մեծահարուստները հակառակն են անում, իրենց համար կարևորը իրենց բիզնեսն ու շահն է եւ կարևորություն չեն տալիս Հայաստանի անկախ պետությանը եւ պատահական չի, որ վարդանիկների նմանները կարող են օրը ցերեկով կանգնել եւ հայտարարել, որ Հայաստանը պետք է դառնա որևէ երրորդ երկրի մաս։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։